այնպես չի, որ միայն քաղաքացիական պայմանագիրն է ջատագով խաղաղության եւ ինքնիշխանության։ Կան ընդդիմադիր ուժեր, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, ժողովրդավարական ուժեր, որոնք եւս կիսում են այդ օրակարգը։ Եվ ավելին, շատ ավելի առաջամարտիկ են Եվրոմիության հետ ինտեգրման, այսինքն Հայաստանի ինքնիշխանության ել ավելի ամրապնդման հարցում, այստեղ կարող է հակասական թվալ այն, որ ես ասում եմ Եվրոմիության անդամակցության եւ Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց քանի որ հասկանալի է, որ Եվրոմիությունը վերպետական կառույց է եւ ինքնիշխանության որոշ հատված բոլոր երկրները, ովքեր որ մտնում են այդտեղ զիջում են, բայց սա այն դեպքը չի, որտեղ Եվրոմիությունում ցանկացած երկիր ստանում է վետոյի իրավունք իր ինքնիշխանությանը եւ իր քաղաքական կեցվածքին վերաբերող ցանկացած հարցի շուրջ, այսինքն այնպես չի, որ ինքը որևէ կերպ վնասում է իրականում իր ինքնիշխանությանը։ Այսինքն ինչ վերպետական ինչ որոշումներ կարող են ազդել իր վրա, օրինակ տնտեսական ստանդարտների մասով, ժողովրդավարության մասով, այսինքն եթե հանկարծ երկրում յետընթաց լինի ժողովրդավարությունից կամ տնտեսական մենաշնորհայնացում տեղի ունենա եւ այլն, այդտեղ Եվրոմիությունը կարող է կոշտ դիրքորոշում ցուցաբերել, ոնց օրինակ Հունգարիայի դեպքում ցուցադրում է, որը որ մեր ժողովրդին էլ է պետք, դա ժողովրդի նաև ինքնիշխանության նպաստող բան, այսինքն եթե ինչ-որ մեկը Հայաստանում գա փորձի ժողովրդի իշխանությունը խլի, այսինքն ժողովրդի ինքնիշխանությանը վնասի եւ ավտորիտար ինչ-որ բան հաստատի, այստեղ Եվրոմիությունը թե վերպետական կառույց է, բայց օգնելու է մեր ժողովրդին, որ ինքը վերադարձնի իշխանություն, այսինքն ամեն դեպքում իշխանությունը մենք ոչ թե հանձնում ենք Բրյուսելին, այլ իշխանությունը ավելի են կենտրոնացնում ժողովրդի ձեռքում, իսկ Բրյուսելը դառնում է երաշխավորներից մեկը այդ ինքնիշխանության ապահովման ժողովրդի կողմից, որտեղ ամեն դեպքում պետք է հիշենք, որ ցանկացած պետությունում, ժողովրդավարական պետությունում սուվերենը, ինքնիշխանը ժողովուրդն է, ոչ թե դրա իշխանավորները կամ կառավարությունը, այնպես որ այդտեղ միանգամից ասեմ, որ հակասություն չկա։ Եվ այստեղ, այո, կան ուժեր, որոնք Եվրոմիության անդամակցության շատ ավելի առաջամարտիկ են, նույն Եվրաքվեի ուժերը, որոնք որ այսօր տարբեր կեցվածք են դրսևորում իշխանությունների հանդեպ, բայց հիմնականում համախոհ են այն հարցում, որ այո, օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները շատ դրական էին, հիմնականում, անկախ նրանից, որ որոշ կետեր Ադրբեջանի ուժի սպառնալիքի ներքո է ընդունվել, դա արդեն իմ դիրքորոշումն եւ քաղաքացիական մի մասի, որոնք որ այդ մասով նաեւ հայտարարություն են տարածել, հիշում եք, Կարելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը վերջին։ Բայց ամեն դեպքում այն մասով, որ վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, ճանապարհների ապաշրջափակմանը, խաղաղության հաստատմանը եւ նախաստորագրմանը խաղաղության պայմանագրի այդ երկու ընդունելու կետերով հանդերձ, բայց ամենայն դեպս դա մի ուղի է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին, այո, մտնել կայուն զարգացման, խաղաղ զարգացման փուլ, որը մեզ օդի պես անհրաժեշտ է։ Այսինքն մենք հասկանում ենք, որ առանց դրա, առանց Հայաստանի ուժերի վերականգնման, առանց Եվրոմիության հետ անդամակցության մենք գլոբալ իմաստով մեր անվտանգությունը, տարածաշրջանային ուժային բալանսը չենք կարող ի օգուտ մեզ շրջել եւ անվտանգություն չենք կարող ապահովել գլոբալ առումով։ Իսկ կան ուժեր, որոնք որ հակառակն են ասում եւ այլ կերպ չէին էլ կարող ասել, որտեղ իրենց իշխանության վերադառնալու միակ տարբերակը դա ռուսական սվինների վրա իշխանության գալն է Հայաստանում, ինչը քիչ հավանական է իհարկե, որտեղ արդեն շատ բան է փոխվել տարածաշրջանում եւ Ռուսաստանը տեսանք արդեն Մոլդովայում նույնիսկ չկարողացավ իր սվինների վրա, տվյալ դեպքում սվիններ պայմանական եմ ասում, այդ ֆինանսական նաեւ ուրեմն հոսքերն էին ապօրինի, սվիններ են նաեւ հիբրիդային պատերազմում գործադրվող զենքերը, դա այլ սվիններ, ուղղակի հիբրիդային պատերազմի սվիններ են։ Ամեն ինչ արեցին Ռուսաստանից, որ դա հաջողեն, բայց Մայա Սանդուն եւ Մոլդովայի ժողովրդավարները բավականին կոշտ գտնվեցին, այն իմաստով, որ չվախեցան այնպիսի գործողություններից, որոնք կարող է դիտարկվեին, օրինակ, Եվրոմիության կողմից որպես ժողովրդավարությունից ետնահանջ, բայց չդիտարկվեցին այդպիսին, որովհետեւ իրենք ամեն ինչ արեցին ժողովրդավարությունը հենց փրկելու համար, որովհետեւ այդ հիբրիդային պատերազմի նրբություններից մեկն էլ է, որ ժողովրդավարությունը փորձում են օգտագործել ժողովրդավարության դեմ, այսինքն ժողովրդավարության գործիքակազմը փորձում են օգտագործել ժողովրդավարական կարգերը տապալելու ուղղությամբ։ Պատահական չի, որ Հայաստանում նույն այս եկեղեցին բռնազավթած խմբակը, ինչ նարատիվներ է արդեն սկսում տարածել, Պլատոնին են համարյա հղումանում ժողովրդավարության դեմ ինչ որ բաներ, նարատիվներ, որ ժողովրդավարությունը ուրեմն այն չի ինչ որ մեզ պետք է, հա, կոպիտ ասած, այսպես երկու լավ բան չի։
Այո։ Հիմա մոտավորապես այդ են փորձում տարածեն, հետաքրքիր է, էլի, բայց եթե ժողովրդավարություն չլինի, գործող իշխանությունը ուրեմն կարող է ավտորիտար դառնալ, ավելին դիկտատուրա դառնալ եւ իրենց հարցերը արդեն լուծել ոչ թե դատական, ժողովրդավարական, իրավական ճանապարհով, այլ ուղղակի ոնց որ ցանկացած դիկտատոր, ոնց է Պուտինը լուծում։ Այդ են ուզում իրանք։ Ինչի են հետաքրքիր է, էլի, այդ նրանք ովքեր որ դժգոհում են ժողովրդավարությունից, չգիտես ինչի պատկերացնում են, որ եթե ժողովրդավարություն տապալվի, անպայման իրենք պետք է գան դառնան այն ավտոկրատը, այն դիկտատորը կամ այն արիստոկրատը, պլատոնական բանով եթե վերցնենք, իսկ Պլատոնը նաև արիստոկրատիայի ջատագովներից էր, գիտեք, ինքն էլ արիստոկրատ լինելով, ինչի՞ց են իրենք են արիստոկրատը։ Տարատեսակ կտրիչներն ու բգոներն են արիստոկրատը, ասենք լավ չեն պատկերացնում իրենք երևի մեր ժողովրդի մասին վատ կարծիք ունեն եւ վատ պատկերացումներ ունեն։ Ժողովուրդը այդպիսի մարդկանց չի պատկերացնում որպես արիստոկրատիա։ Հիմա վերադառնալով ձեր հարցին նաեւ, այո, Հայաստանում մյուս ընտրություններին պետք է ընտրվեն ուժերը, որոնք որ ջատագով են Հայաստանի ինքնիշխանությանը, իսկ այսօր ինքնիշխանությանը վտանգ է սպառնում Ռուսաստանից եւ նրա խամաճիկներից Հայաստանում։ Եվ բոլոր այն քայլերը, որոնք որ ուղղված են լինելու Եվրոմիության հետ ինտեգրմանը, Հայաստանի անկախությանը Ռուսաստանից, դրանք ժողովրդի կողմից աջակցություն են ստանալու։ Եվրամիությունը դա հավասարազորների, իրավահավասարների միավորում է։ Այնտեղ վերպետական որոշ դրույթներ կան, որոնք որոշ սահմանափակումներ ինքնիշխանության հանդեպ դնում են, բայց ես ասացի, որ դրա դիմաց պետությունները ստանում են անվտանգություն, հզորացում, ինքնիշխանություն այն իմաստով, որ նաև արտաքին վտանգների դեմ ավելի կայուն դիրք են ձեռք բերում, բայց մյուս կողմից մենք ունենք օրինակներ Եվրամիությունում, երբ որ ամբողջ Եվրամիությունը չի կարողանում որոշում կայացնել մի երկրի վետո դնելու արդյունքում։ Դա Հունգարիան է, ժամանակին օրինակ Ուկրաինայի ասոցիացիան համաձայնագրի հետ կապված Հոլանդիան էր վետո դրել եւ այլն։ Այսինքն այնքան իրավահավասար են երկրները, որ նույնիսկ ամենափոքր երկիրը այնտեղ կարող է վետո դնել ամբողջ Եվրամիության որոշումների վրա։ Այսինքն դա ինքնիշխանության ոտնահարում չի կարելի համարել կամ նսեմացում, հա։ Իսկ միութենական պետությունը։ Միութենական պետությունը մենք գիտենք, որ այնտեղ կա մեկ հեգեմոն, դա Ռուսաստանն է, եւ այն մնացածը ով էլ մտնում է, կապ չունի միութենական պետությունը Բելարուսի հետ, թե դա լինի ԵԱՏՄ, թե դա լինի ԱՊՀ, ուղղակի ԱՊՀ-ը մի քիչ լծակներն են ազդեցության այդ պայմանագրի իրավական հիմքերն են ավելի թույլ ի տարբերություն օրինակ նույն ԵԱՏՄ-ի։ Լինի դա ՀԱՊԿ, բոլոր տեղերում կա մի հեգեմոն, որ անընդհատ պարտադրում է իր կամքը այդ կառույցի մեջ մտած մյուս երկրներին։ Եվ այստեղ առանց հետը մենք ահագին ինքնիշխանությունից զիջել ենք նույնիսկ այդ կառույցների մեջ մտնելով, որոնց չնայած պաշտոնապես օրինակ նույն ԵԱՏՄ-ն էլի պաշտոնապես ինքը իրավահավասարների կառույց է, իդեպ ինքը ձևավորել է Եվրամիության ուրեմն բառացի կոպի փեստով։ Նույնիսկ կառույցներ են տեղի, դիրեկտորատների կրկնօրինակն են, Եվրամիության դիրեկտորատների։ Հիմա մենք կարող ենք որևէ կերպ ազդել օրինակ ԳՀՏՄ-ի որոշումների վրա։ Իհարկե չենք կարող, բայց բանը կարող է, Ռուսաստանը կարող է։ Այնպես որ ուզում եմ ասեմ, այդ ձևական համեմատությունը շատ կեղծ է, չկա այդպիսի բան։ Մանավանդ որ այնտեղ ժողովրդավարություններ են, նույնիսկ այնտեղի հեզոր երկրները, Գերմանիան, Ֆրանսիան, հա, ժամանակին Մեծ Բրիտանիան, որը դուրս եկավ։ Տեսեք, եթե ինչ որ մեկը ասում է, որ այնտեղ օրինակ հեգեմոններն են շահում, խոշոր երկրներն են շահում, փոքր երկրները տուժում են Եվրոմիությունում, հա։ Եթե այդպես է, Մեծ Բրիտանիան չի դուրս եկավ։ Եթե ինքը շահողների մեջ էր, ինչի դուրս եկավ, որովհետև հակառակը, այնտեղ այնպես է կառուցվածքը, որ ամբողջ բեռը տնտեսական զարգացման, օգնության, օժանդակության փոքր երկրների, նոր երկրների, ավելի հետամնաց տնտեսապես երկրների օժանդակության ամբողջ բեռը ընկնում են հարուստների վրա։ Դրա համար հարուստները երբեմն չեն դիմանում, տրտնջում են, նույն Գերմանիան դուրս չի գալի Եվրամիությունից, բայց անդադ Գերմանիայի տարբեր կուսակցություններ տրտնջում են, թե ինչի մենք պետք է օրինակ Հունաստանի ֆինանսական խնդիրների բեռը կրենք մեր վրա։ Հիմա նույնը Հայաստանը, տեսեք, արևելաեվրոպական երկրները, երբ որ մտան Եվրոմիություն, շատ հեռու են տնտեսական զարգացմամբ։ Այսօր Լեհաստանը համարյա Գերմանիայի ուրեմն զարգացման է հասել, դա քիչ է մնացել, որ գա հասնի, ինչի շնորհիվ ֆինանսական աջակցության, տեխնոլոգիական աջակցության, քաղաքական աջակցության եւ նաեւ այն, որ ինքը մտավ ՆԱՏՕ եւ իր անվտանգության վրա ստիպված չէր ծախսել այն աստղաբաշխական թվերը, որը Հայաստանն է միշտ ծախսում, չնայած ամենաբարձրը տոկոսային առումով Եվրոմիության մյուս երկրների համեմատ այսօր Լեհաստանն է ծախսում։ Բայց մեկ է, ինքը արդեն վստահ է, որ ինքը թիկունքին ունի մի հսկայական ալյանս։
եւ Ռուսաստանի դեմ այլապես ինքը կրկնակի երակի պետք է ծախսեր, որտեւ իր հակառակորդը Ադրբեջանը չի, ի տարբերություն Հայաստանի, որի հակառակորդը Ադրբեջանն է, վտանգը սպառնել կառաջի, առաջնային, այլ Ռուսաստանն է։ Ու չնայած մեր մոտ էլ եթե Թուրքիան էլ համարենք, հա, մոտավորապես համարժեք վտանգներ է սպառնում, առավել եւս ուրեմն մենք պետք է ավելի մեծ, ավելի հզոր ալյանսի մեջ մտնենք, որ մեր անվտանգությունը ապահովենք։